ու ինքս ինձ պաշտպանելու համար, իմ երեխային պաշտպանելու համար ձեռքերս որ պարզած պահում էի, որ դեմքիս եւ երեխուս հանկարծ չկպնի, այդ ժամանակ ինքը իմ մատերը ծռեց հակառակ ու ջարդեց լրիվ։ Նարեն, որի ձայնն ու անունը փոխել ենք իր խնդրանքով, տարիներ առաջ ամուսնու բռունցքներից փախել ու Հայաստանի հեռավոր մարզերից մեկում անչափահաս երեխաների հետ նոր կյանք էր սկսել։ Գլխով անցած սարսափները դեռ չհաղթահարած, այդ փոքրիկ գյուղում այլ պատմության մեջ է ընկել։ Գրեթե ամեն օր նրան մի տղամարդ է սկսել հետապնդել։ Նարեի խոսքով հնարավոր բոլոր տարբերակներով բացատրել է հեռու մնալ իրենից։ Առաջարկեց վերջին անգամ իր մեքենայում զրուցենք, որ հանգիստ թողնի ինձ։ Սխալս համաձայնելն էր, առևանգեց ինձ, պատմում է Նարեն։ Ըստ կնոջ տղամարդն իրեն տարել է ընտանեկան ամառանոց ու պահել այնտեղ մինչև ուշ գիշեր։ Իր նպատակներ բռնի ուժով հարաբերություն ունենալ իմ հետ, հետո իմացա ցուցմունքի մեջ տվել էր, որ ինքը իմ հետ ունեցել է հարաբերություն, հետո ինձ դուր չի եկել, ես իր վրա շառ եմ արել։ Մի կերպ է ինձ տիրապետում, իմ աչքին անդադ գալիս էին երեխեքը, որ պիտի ուժեղ լինեմ եւս այս ամեն ինչի մեջով անցնեմ։ Որոշ հնարքներ գործի դնելուց հետո կարողացել է փախչել տղամարդու ամառանոցից։ Վազել եմ այդ չորի մեջով ու միայն բարձրաձայն գոռում է Աստված ջան օգնիս ճանապարհը գտնեմ, շներ էին հաչում, սարսափելի դժոխային վիճակ էր, թաքնվում էի այդ ծառերի այդ բաների արանքը փշերի մեջ, պարկում էի գետնին, որ ինքը հանկարծ ինձ չտենա։ Բայց վախից, որ հանկարծ մի հատ շուն, մի հատ չգիտեմ, կենթանի վրա չհարցակվի, ոտքերս էլ չէի զգում այդ վախի, գրիվ ցեխոտ, վազած ու այդ ահավոր էր վիճակ այդ պահին։ Որ հարազատները չանհանգստանան ու անախորժությունների մեջ չներքաշվեն, Նարեն նրանց ոչինչ չի պատմել։ Իսկ իրեն առևանգած տղամարդու ծնողները հորդորել են իրավապահներին չդիմել, Նարեն սակայն դիմել է ոստիկանություն։ Գործը հասել է դատարան ու 4 տարվա քննությունից հետո տղամարդն ազատազրկվել է 4 տարով։ Կնոջ փաստաբանը Ինեսա Պետրոսյանը համարում է, որ դատարանը մեղմ պատիժ է սահմանել կնոջն առևանգած ու բռնաբարության փորձ արած տղամարդու նկատմամբ։ Վերջինիս փաստաբանը սակայն բողոքարկել է դատարանի որոշումն ու պահանջել նրան առհասարակ անմեղ ճանաչել։ Երկարատև դատաքննության ընթացքում շատ մանրամասն դատաքննությունը տեղի ունեցել եւ միանշանակ հիմնավորվել է վերջինիս մեղավորությունը։ Մեր գործի ընթացքում նրա նկատմամբ խափանման միջոցներ են տրված բացակայելու արգելք, իսկ այդ ընթացքում նա նաեւ կալանավորվել է, ազատ է արձակվել, դատավճիռ է եղել, բռնության էր ենթարկել իր եղբոր կնոջը, դատավճիռ կա օրինական ուժի մեջ մտած իր մասով, այսինքն նույնիսկ այս գործի վարույթի ընթացքում է դա տեղի ունեցել։ Այսպիսի նաև պատմությունների պայմաններում նրա նկատմամբ դատարանը նշանակեց ազատազրկում ընդամենը 4 տարի ժամկետով։ Փաստաբան Պետրոսյանն առավել անդրամաբանական է համարում դատարանի մեկ այլ վճիռ՝ 13-ամյա անչափահասի հետ սեռական հարաբերություն ունեցած ու նրան մայրացրած չափահաս տղամարդու երկամսյա ազատազրկումը։ Մինչև դատարանը 4 տարի քննել է անչափահաս հղիի գործը, քրեական օրենսգրքում փոփոխություններ են արվել այդ ընթացքում։ Եթե նախկինում մինչև 14 տարեկան անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալը պատժվում էր 5-ից 12 տարվա ազատազրկմամբ, ապա 2022-ից հետո այդ պատիժը մեղմացվել է 2 ամսից մինչև 5 տարի։ Դատարանն էլ այս տղայի նկատմամբ ընտրել է 2 ամիս ազատազրկման պատիժը։ Այս հոդվածը ինքը իհարկե էականորեն մեղմացվել է, ինչի հետ օրինակ ես ունեմ իմ անհամաձայնությունը, մասնավորապես օրինակ այդ հոդվածը նախկինում դասվում էր ծանր հանցագործությունների շարքին, հիմա օրինակ դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Դատարանը հիմնավորելիս նշել է, որ նա նախկինում դատապարտված չի եղել եւ ունի որոշակի առողջության հետ կապված խնդիրներ։ Իհարկե դատարանը նաեւ արձանագրել է, որ այդ ընթացքում նա ինչպիսի վարքագիծ է դրսևորել բացասական առումով եւ այլն, բայց հանգել է մեր կարծիքով բավականին մեղմ եզրակացության տալով այդպիսի մեղմ պատիժ, ինչի հետ կապված էլ մենք պատրաստվում ենք բողոքարկել այդ դատավճիռը։ Այդ հարաբերություններից հետո 13-ամյա երեխան երեխա է ունեցել։ Փոքրիկն առողջական լուրջ խնդիրներով է ծնվել։ Դատարանը նաև պետք է հաշվի առներ, որ օրինակ 13 տարեկան երեխայի հետ սեռական հարաբերություն ունենալը այն էլ տևական ժամանակահատված, որի արդյունքը եղել է հղիությունը, իսկ որի արդյունքն է նաև, որ նա ունեցել է երեխա, ով ունի լուրջ առողջական խնդիր, խաթարվել է այդ
անչափահաս աղջիկ երեխային, նաև կյանքը։ Այս երկու գործերի օրինակով փաստաբանի Նեսա Պետրոսյանն ասում է, դատական գործերը հիմնականում ձգձգվում են, մեղադրյալները հաճախ ողջ ընթացքում ազատության մեջ են մնում ու հնարավորություն ունենում ոչ միայն սպառնալ տուժողներին, այլև մոտենալ նրանց։ Այս դանդաղկոտությունը Պետրոսյանը նաև իրավապահ մյուս մարմինների աշխատանքում է նկատում։ Դա էլ իր վստահորդներից մեկի օրինակով է հիմնավորում։ Փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 16-ամյա անչափահասը ծննդաբերելուց հետո ամուսնու ընտանիքից փախչում է հայրական տուն, որովհետև ըստ Պետրոսյանի այնտեղ պարբերաբար սպառնալիքներ է ստանում։ Փաստաբանի խոսքով տղայի հայրը, եղբայրը, հորեղբայրն ու նրա որդին հարձակվում են աղջկա հոր ու եղբոր վրա, դանակի հարվածներ հասցնում ու կոտրում մեքենան։ Դեպքը տեղի ունեցել այս տարեսկզբին։ Դատախազի որոշմամբ նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Փաստաբանի Նեսա Պետրոսյանը տարակուսած է, ազատության մեջ են թողնում, որ կիսատ գործն ավարտի հասցնեն։ Տուժողի ընտանիքը ենթարկվում է բռնության մի խումբ անձանց կողմից, իրենց լուրջ վնասվածքներ են պատճառում, հայ իրենց առողջության ընկնում են հիվանդանոց, վիրահատություններ եւ այլն, կոտրում են իրենց գույքը եւ այդքանից հետո որևէ մի հարկադրանքի միջոց չի կիրառվում մյուս կողմի նկատմամբ եւ նրանք շարունակում են ազատ պատտվել եւ բնականաբար նրանց մոտ ինչ զգացում պետք է առաջանա, անպատժելիության զգացում։ Տուժողի մոտ է մի զգացում, որ միգուցե երևի սխալ էր, որ իրավապահ մարմինները նույնիսկ տեղեկացան դեպքի մասին, միգուցե ճիշտ կլինի իրենց միջոցներով այդ հարցերը լուծեն։ Առևանգված կնոջն ու 13 տարեկանում մայրացած անչափահասին փաստաբանական ու հոգեբանական անվճար աջակցություններ է մատուցում Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը։ Կենտրոնի սոցիալական աշխատող Լինա Անտոնյանն ասում է, տարիներով են սպասել այս երկու գործին։ Բայց կնոջ առևանգման ու բռնաբարության փորձի մեջ մեղադրվողին 4 տարով, իսկ անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունեցած տղամարդուն 2 ամսով ազատազրկելով, դատարանը ինքնին նպաստում է այսպիսի հանցագործությունների աճին։ Փորձը ցույց է տալիս, որ կեսից ավելին չի դիմում իրավապահ համակարգերին, որովհետև չունի վստահություն, որովհետև լսել է պատմություններ, թե ինչպես են վերաբերվում անձանց, ովքեր ենթարկվել են բռնության, ու այդ պատճառով վստահությունը կորցնում է առհասարակ իրավապահ համակարգի նկատմամբ։ Հայաստանում արդեն 17 տարի գործող Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի սոցիալական աշխատողն ասում է, իրենց վիճակագրական տվյալները մտահոգիչ են։ Եթե մինչև 2024 թվականը Սեռական բռնության դեպքերը չեն հատել 35-ը, ապա միայն 2024-ին արդեն սեռական բռնության 43 դեպք են ունեցել, որից 14-ը անչափահասներ, իսկ բռնարարները հիմնականում ընտանիքի անդամներ, մոտ ազգականներ կամ ընկերներ են եղել։ Շատ քիչ են դեպքերը, երբ անծանոթի կողմից է լինում սեռական ոտնձգություն կամ բռնություն անչափահասի նկատմամբ։ Քննչական կոմիտեի տվյալներով 2023-ի համեմատ 2024-ին անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը 215-ով աճել է, հասնելով 1374-ի։ 37-ով էլ աճել է դատարան ուղարկված գործերի թիվը։ Դրանց 18-ից 26%-ը եղել են սեռական ազատության դեմ հանցագործություններ։